Սպրեյը օգնում է միայն սկզբում, ու անոթասեղ միջնյութերը օգտագործելու համար պետք է սահմանափակ ժամանակ, առավելագույնը 7 օր։ Դրանից հետո պետք է դադարեցնել դրա օգտագործումը եւ հետագայում նորից կրկնել, եթե կա դրա անհրաժեշտությունը։ Դժվարաշնչության պատճառը միջնապատի ծռվածությունն է, ստորին խեցիների գերաճն է։ Այսինքն պետք է լուծել խնդիրը, ոչ թե քողարկել այն։ 7 օրից ավել օգտագործումը արդեն բերում է իր բացասական հետևանքները։ Օրինակ, գտի խոռոչի չորություն, հաճախակի արյունահոսություններ, գլխացավեր եւ այլն, այսինքն ինչի դեմ պետք է օգնել, որ բուժեիք, ճակերտավոր ճիշտ հակառակն է անում այն երկարատև օգտագործման ժամանակ։ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում կարող է գալ անցնել բոլոր հետազոտությունները եւ պլանավորենք դժվարաշնչությունից ազատումը։ Եթե կցանկանաք, կարող եք նույնիսկ պլանավորել գտի արտաքին տեսքի փոփոխություն եւ շնչառության վերականգնում։ Իհարկե, սա արդեն առանց համընդհանուր առողջության ապահովագրության։ Առողջության համընդհանուր ապահովագրության ռինոպլաստիկայի մասով հարցերը կարող եք գրել եւ ես սիրով կպատասխանեմ դրանց։ Լավ եղեք, առողջ եղեք։